Գիտեք, ես կարծում եմ, որ այս ստեղծված ճգնաժամը ունի հանգուցալուծում եւ այդ հանգուցալուծումը լավագույնս ձևակերպված է Աստվածաշնչում։ Կայսերը կայսեր, Աստծունը Աստծուն։ Մարդը պետք է զբաղվի իր գործով եւ ես կարծում եմ, որ այս ճգնաժամը ընդհանրապես առաջացել այն պարզ պատճառով, որ եկեղեցին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ավելին եկեղեցին իր վրա էր վերցրել արմատական ընդդիմության դերակատարությունը։ Եվ ուրեմն հարցը իմ կարծիքով ունի հետեւյալ լուծումը։ Եկեղեցին պետք է անի առաջին քայլը, ավելի ճիշտ եկեղեցին չէ, եկեղեցու ղեկավարությունն է, ինչպես նշեցի, ստեղ խոսքը ոչ թե եկեղեցու մասին է, այլ առանձին անձանց մասին է։ Պետք է անեն առաջին քայլը, իրենց դուրս դնեն այն քաղաքական գործընթացներին, որոնցում հիմա իրանք հայտնվել են, եւ այն քայլերը, որոնք որ իրանք հիմա են անում, այդ ընդդիմության ձեռքին գործիք հայնացվելը, դա շատ սխալ ուղղությամբ տանելն է իրավիճակը եւ շատ, գիտեք, եւ պատմության եւ ուրեմն հայ ժողովրդի արչեւ դրանք մեծագույն հանցագործություններ են։ Ցանկացած անգամ, երբ որ Հայաստանում հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև վեճ է առաջացել կամ նման կոնֆլիկտային ուրեմն իրավիճակ է առաջացել, դա երբևիցե լավ տեղ չի տարել Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Եվ ուրեմն ես կարծում եմ, որ եկեղեցու ղեկավարությունը պետք է բավականաչափ ուշիմություն ցուցաբերի այս ճգնաժամը հանգուցալուծելու համար, դադարեցնելու համար այն քաղաքական հարվածները, որոնք որ իրանք հասցնում են իշխանությանը, ու փոխարենը դադարեցվելու համար այն հարվածները, որոնք որ իշխանություններն են օբյեկտիվորեն հասցնում են ի պատասխան։